Դուք ճիշտ նկատեցիք, որ ընդհանուր առմամբ դուք տեղեկացված եք արդեն նաև մեր հանրությունը տեղեկացված է նախաձեռնված քրեական բարույթների մասին եւ ինչպես նաև մեր հետագա գործողությունների մասին, որոնց վերաբերյալ քննչական կոմիտեն նաև պարբերաբար հաղորդագրություններ է տարածել։ Այո, այս ամբողջ շղթան հարուցված նախաձեռնված քրեական բարույթները, որոնց մասին որ դուք հիշատակեցիք, ես ուզում եմ, որպեսզի մենք ոչ թե դիտարկենք առանձին, այլ մեկ ամբողջական շղթայի համատեքստում։ Ի՞նչն է դրան համար հիմք տալիս։ Նախ առաջինը ես կցանկանամ առանձին քրեական բարույթներով, իհարկե պահպանելով նախաքննական գաղտնիքը, որոշակի փաստական տվյալներ ներկայացնեմ, որոնք ըստ էության նաև ես ոնց հասկացա մամուլում նաև բազմիցս շրջանառվել է, այդ թվում նաև ապատեղեկատվություն տարածելու առումով։ Առաջի գործի մասին, որի մասին ես կուզեմ հիշատակել, դա Վազգեն Գալստանյանի վերաբերյալ քրեական բարույթն է, որը որ դուք տեղյակ եք, նախաձեռնված է ահաբեկչության նախապատրաստության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հատկանիշներով։ Շատ կարևոր շեշտադրում կցանկանամ ասել, որ բարույթը նախաձեռնվել է ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից դատարանի որոշման հիման վրա իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ընդ որում, օպերատիվ հետախուզական միջոցառումները իրականացվել են տևական ժամանակ, որոնց արդյունքում ձեռք են բերել այնպիսի տվյալներ, որոնք հիմք են եւ առիթ են հանդիսացել, որպեսզի մենք նախաձեռնենք քրեական բարույթ։ Քրեական բարույթը նախաձեռնվել է այս տարվա մարտ ամսին։ Դրանից հետո արդեն բարույթի ընթացքում նախաքննության ընթացքում մենք դարձյալ դատարանի որոշման հիման վրա իրականացրել ենք գաղտնի քննչական գործողություններ նույն անձանց շրջանակի վերաբերյալ եւ ստացել ենք դարձյալ հանցակազմը հաստատող եւս այլ փաստական տվյալներ։ Այսինքն այս առումով հանցավոր խմբի անդամները հայտնվել են ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, նրանց գործողությունները, հանցավոր խմբի անդամների յուրաքանչյուրի գործողությունները գտնվել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո։ Եվ խմբի անդամները պլանավորել են իրենց գործողությունները, հավաքագրել են տարբեր մարդկանց, այդ մասին նաև համապատասխան հրապարակում ենք տարածել, ըստ էության պլանավորել են իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոսային իրավիճակ։ Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ։ Ընդ որում, գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Դուք տեղյակ եք, որ հրապարակման մեջ նաև կար տարեթիվ 2024 թվական։ 2024 մենք ունենք փաստական տվյալներ, որ 2024 թվականի օրինակ նոյեմբեր ամսից պլանավորել էին որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից գործողությունների կատարման ժամանակագրությունը անընդհատ փոփոխություն է ենթարկվել։ Նշեմ նաև, որ մենք ունենք տվյալներ, քրեական բարույթով ձեռք են բերել տվյալներ, որ գործողությունները պլանավորել էին կատարեին, օրինակ որպես հավանական կատարման օր մատնանշվել է 2025 թվականի նաև ապրիլի 24-ը, գործողությունների կատարման որպես այդպիսին ժամանակ մատնանշվել է 2025 թվականի մայիսի 9-ը, մայիսի 28-ը, հունիսի կեսերը եւ վերջի տվյալը, որը որ արդեն մեր քրեական բարույթով որպես փաստական տվյալ արդեն արտացոլված է, հանցավոր խմբի անդամները սպասում էին մի այնպիսի իրավիճակի կախված երկրի արտաքին եւ ներքին ընդհանուր ազդակների, որը հանրությանը կմատուցեին իրենց ուզած ձևաչափով, կգեներացնեին դժգոհություն եւ կսկսեին իրենց գործողությունները։ Ընդ որում, դուք եթե ուշադրություն եք դարձրել, հանցավոր խմբի անդամները ընդհանուր իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելու համար կազմակերպելու են փոքրաթիվ հանրահավաքներ, բայց հիմնական ուղղություն դա ընդհանրապես շեղման եղանակ էր, հիմնական ուղղությունը վերապահված էր այս 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբերին։
որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ։ Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները, որոնց մասին նաև որոշ հանգամանքներ մենք արդեն նշել ենք մեր հաղորդագրության մեջ։ Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղտալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեն ավտովթարներ, ստեղծեին Մասսայական ավտովթար։ Այո, այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին եւ այլն եւ այլն։ Պետք է խափանեին ինտերնետային կապի մալուխները, որպեսզի զրկվեր ըստ էության համացանցի հասանելիությունից։ Պետք է կատարեին հոսանքազրկումներ, ընդ որում մեր ձեռքի տակ արկա է նաև փաստական տվյալներ, որ իրենց ձեռքի տակ նաև այս տվյալները քարտեզով եւ այլն լրիվ իրենց տրամադրության տակ, այսինքն իրանց հասանելի էր, ոչ թե ուղակի խոսքերով են, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն։ Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պետք է բերեր բանկերի եւ մեծ խանութների աշխատանքի խափանման։ Պետք է պայթեցնեին սալյուտներ, սյուներին, դարպասներին, պատերին, կիրառեին ծխարցակման միջոցներ, որոնք ըստ էության պետք է այդ պատվեր ծխով եւ այլն։ Ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմակապակիների վրա, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեյբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին եւ իրավապահ մարմինները դուրս չգային եւ չկանխեին այս ամեն ինչը։ Պետք է թունելներում վառեին խոտերի տուկեր, թունելներում, որպեսզի դրանով դարձյալ խցանումներ առաջացնեին։ Հակերների միջոցով պետք է հազարավոր նամակներ ուղարկեին նախարարությունների պաշտոնական կայքերին, կառավարության պաշտոնական կայքերին, պետք է փորձեին հակերային հարձակումների միջոցով պարալիզացնել եւ կոտրել կառավարության համապատասխան կայքը աշխատանքները։ Ավելին, այս խոսակցություններից եւ մեր քրեական վարույթով ձեռք բերված տվյալներից նաեւ մենք պետք է հանցավոր խմբի անդամները համապատասխան մասնագետների օգնությամբ պետք է արհեստական բանականության միջոցով ստեղծեին կեղծ խոսակցություններ, բարձրաստիճան ոստիկանների եւ այդ ձայնագրությունները տարածեին համացանցում։ Պետք է ձեռք բերեին պատգամավորների, ոստիկանապետի եւ այլ պաշտոնյաների հեռախոսահամարները։ Նշված գործողությունները ընդ որում նկարահանվելու էին եւ առցանց ռեժիմով հրապարակվելու էին համացանցում։ Եվ այս ամենը հանցավոր խմբի անդամների այս նախանշված գործողությունները նաեւ որոշ մասին նաեւ հրապարակել են, իրենք նաեւ չեն բացառել անձանց կյանքի զրկել, անձանց առողջությանը ծանր վնաս պատճառել, այսինքն այս process-ի մեջ այս ամեն ինչը գտնվել է թույլատրելիության սահմաններում եւ բնականաբար նպատակը մեկն է եղել հանցավոր խմբի, որպեսզի ըստ էության երկրում ստեղծեն քաոս, անկառավարելի իրավիճակ, այս հանրավտակ եղանակով, պայթեցումներով եւ այլն, որպեսզի հասնեին իրենց նպատակին։ Նպատակը մեկն էր իշխանությունը յուրացնելը։ Կանեն այդ քաոսից հետո։ Մենք ունենք նաև փաստական տվյալներ, որ արդեն հանցավոր խմբի անդամները որոշ պաշտոններ բաժանել են միմյանց միջև, արդեն մենք նաև այդ մասին հրապարակել ենք, երբ որ կոնկրետ պաշտոններում արդեն նախանշել էին եւ ըստ էության նախանշել էին որոշ մարդկանց, այս մասով նաև սա քննության առարկա է դարձվելու։ Հիմա դուք տեղյակ եք, որ հրապարակեցինք որոշ փաստական տվյալներ, որտեղ որ որոշակի տվյալներ կա, օրինակ, չգիտեմ, թե օրինակ գործարար մարդիկ, օրինակ, որոշակի խմբեր էին հավաքագրելու եւ այդ գործարար խմբի ընդ որում կոնկրետ թվային տվյալներով նշված է, թե որ գործարարը ինչքան մարդ էր բերելու եւ այլն մասնակից դարձնելու այս գործողություններին։ Ավելին, կար նաեւ որոշ գործարարների մասով, որ պետք է նաեւ կոչ հնչեցվի։ Այսինքն մենք ունենք քրեական վարույթով ահաբեկության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթով ունենք այդպես տվյալ։ Եվ դրանից հետո, երբ որ մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձը, ում վերաբերյալ տվյալը արդեն կա, որ պետք է մարդ հավաքագրի, բերի եւ նաեւ կոչ հնչեցնի, եւ կոնկրետ սուբյեկտը արդեն հայտարարություն է կատարում, մենք սա գնահատում ենք այլ հանցակազմի տիրույթում Սամվել Կարապետյանին այո, որովհետև հստակ նշված է, որ օրինակ տվյալ անձը օրինակ հավաքագրելու էր այսքան մարդկանց եւ նաեւ զուգահեռ կոչ է հնչեցնել։